որոնք են այն բաղադրիչները, որոնք մեր կարծիքով կարող են ազդել սակագնի վրա և տանել դեպի բարձրացում։ Էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի թանկացում կլինի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանել է լրագրողների և պատգամավորների հարցերին։ Почему Армянский потребитель должен платить за электричество? Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր հանրապետական պատգամավորների հետ 3 ժամ դռնփակ հանդիպում ունենալուց հետո արագ հեռացավ չպատասխանելով լրագրողների հարցերին։ Ոչ Թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարում են, կարևոր չէ թե Ռոբերտ Նազարյանն ինչ է ասել, իրենք թույլ չեն տալու, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի ունենա։ Իհարկե դրանց վրա պետք է ճնշում գործադրել եւ շատ կոշտ։ Ինչ փուլում է հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը եւ ինչ են արձանագրել հարկային մարմինները Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պարզաբանումները։ Գազալցակայաններում պայթյուններ կգրանցվեն այնքան ժամանակ, քանի դեռ առանձին մարդիկ մտածում են գերշահույթ ստանալու մասին։ Փորձագետի դիտարկումները։ Էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է, բայց թե ինչքան հայտնի չէ, այս մասին այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, հավելելով, որ դեռևս չի կարող բոլոր հարցերին պատասխանել եւ հանձնաժողովի իր վերջնական եզրակացությունը կներկայացնի հունիսի 9-ին կամ 10-ին։ Ես ընդամենը կարող եմ ձեզ այսօր ասել, մի քանի բաղադրիչներ կան սակագնում, քանի որ բազմագործոն է սակագինը, որոնք ակնառու դարձնում են, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի։ Ինչ չափով, ինչ մեծությամբ, այդ մասին ես այսօր պատրաստ չեմ ասելու, մասնավորապես, որոնք են այն բաղադրիչները, որոնք մեր կարծիքով կարող են ազդել սակագնի վրա և տանել դեպի բարձրացում։ Դա ակնհայտ, ձեզ համար էլ պարզ է, դոլար-դրամ փոխարժեքը, որը կտրուկ փոփոխության ենթարկվեց, եթե հիշում եք, մենք 2014 թվականի սակագների վերանայման ժամանակ սակագնի հաշվարկման հիմքում հաշվի էինք առել դոլար-դրամ փոխարժեքը 407.6 դրամ, այսօր արդեն 480 կամ 481։ Նազարյանը վստահեցրեց, թե հեծի սեփականատերերի ճոխությունները, առանձնատների վարձակալություն, թանկարժեք ավտոմեքենաներ եւ այլն ոչ գործող, ոչ առաջիկա սակագնում չեն հաշվարկվել։ Լրագրողները Նազարյանին հիշեցրեցին, որ անցած տարի ինքը խոստացել է, որ այս տարի սակագնի բարձրացում չի լինելու։ Անցած տարի ես ասեցի հետեւյալը. եթե դուք ինձ ասեք, որ սակավաջուր կլինի նախորդ տարվա նման թե չէ, դոլար-դրամ փոխարժեքը ինչպիսին կլինի, միջուկային վառելիքի գինը ինչպիսին կլինի եւ էլի բազմաթիվ գործոններ, եթե մնանույն է այս բոլորը մեր կանխատեսումները, ապա սակագինը չի փոխվի։ Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Նազարյանը բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։ Հակխմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե ինչու հայտ չեն ներկայացնում Գազպրոմ Արմենիային գազի գնի նվազեցման համար հաշվի առնելով, որ սահմանին գազը վաճառվում է այլևս ոչ թե 189, այլ 165 դրամով։ Դուք ասել եք, որ իրենք են ասում, որ դա կոմպենսացվում է դրամ-դոլար հարաբերության այդ փոխարժեքի պատճառով առաջացած կորուստները։ Եթե անգամ այդպես է, ապա գազի սակագնի առաջացման հիմնական կոմպոնենտը փոխվել է։ Եվ ըստ իս ըստ օրենքի պետք է իրենք հայտ ներկայացնեն նոր կոմպոնենտներով։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կա պայմանագիր, որտեղ հստակ գրված է սահմանի վրա գազի գինը 179 դոլար է։ Ես չունեմ այլ երկրորդ պայմանագիր, ինչև որս։ Ես տեղյակ եմ, որ ռուսական կողմը այո պատրաստ է սահմանի վրա գազի գինը դարձնել 165 դոլար։ Դրա համար գնում են որոշակի բանակցություններ։ Բանակցությունները ավարտվել են, կա թղթերը լրացնելու որոշակի մանրամասներ։ Դեռևս ֆորմալիզացված չի այդ ամենը, մեր մոտ պաշտոնական փաստաթուղթ չկա,
մեր մոտ դեռևս շարունակում է մնալ սահմանի վրա գազի գինը $179։ Հաշվետվություններով հանդես եկան նաև նախարարությունները, չնայած նիստին ներկա էր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ամբիոնին մոտեցավ փոխնախարարը, ուստի ընդդիմադիր պատգամավորները Գագիկ Խաչատրյանին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այսօր դռնփակ հանդիպում է ունեցել ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ, որի ավարտից հետո Բիբինն արագ հեռացավ, չպատասխանելով լրագրողների հարցերին, ինչու եւ ինչ պատճառներով պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր գրպանից վճարի հեծի տնօրինության ճոխությունների համար, եւ կամ արդյոք տեղյակ է Բիբինը հասարակական ընդվզման մասին։ Լրագրողների այս եւ մյուս բոլոր հարցերը мնացին անպատասխան։ Что не решили абсолютно? Скажите, пожалуйста, вам известны требования населения Армении? Вам известно? В чем? Ну, не хотят. Почему армянский потребитель должен платить за электричество, за ваши долги? Господин, пожалуйста. Можете поставить, отвечать на вопрос? Հանդիպմանը մասնակցող հանրապետական խմբակցության պատգամավորները եւս լրագրողների հարցերին պատասխանել հիմնականում խուսափում էին։ Շատերն ակնհայտ նյարդային վիճակում էին։ Լրագրողներից մեկը հանրապետական պատգամավոր Մանվել Բադյանից հետաքրքրվեց, թե արդյոք Բիբինը զայրացրել է վերջիններից։ Իմ պատասխանը քո համար նշանակություն չունի, այլ ինչ ես հարց տալիս։ Լրագրողների որոշ հարցերի պատասխանեց հանրապետական խմբակցության ղեկավար Վարան Բաղդասարյանը։ Նա նշեց, թե քննարկման ընթացքում բարձրացել են մի շարք հարցեր, բայց այս պահին հստակ որևէ բան ասել չի կարող, քանի որ դեռևս չկա համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը։ Մեր դիտարկմանը, թե եթե հանձնաժողովը չունի եզրակացություն, ապա ինչու է նույն այդ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել, թե թանկացում լինելու է։ Վարան Բաղդասարյանն արձագանքեց։ Ժողովը պարզապես իրենց ներկայացված թվի հետ ունի տարաձայնություններ եւ նրանք ուսումնասիրում են փաստերը եւ այն օբյեկտիվ փաստարկները, որը որ կլինի, այդ օբյեկտիվ փաստարկների շրջանակներում ինձ թվում է հանձնաժողովը կայացնի որոշումը։ Բաղդասարյանի խոսքով մյուս բոլոր հարցերին պատասխան կտրվի խորհրդարանական լսումներից հետո, որը հիշեցնենք տեղի կունենա հունիսի 11-ից հետո։ Հավելենք, որ մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջնական եզրակացությունը նախատեսված է այդ հանձնաժողովի նախագահի հանդիպումը նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ։ Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են վստահեցնել, որ թույլ չեն տալու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մեծ զրույցում քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, թե կարևոր չէ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ինչ է հայտարարել, քանի որ իրենք ունեն իրենց հստակ պահանջը։ Ու եթե համապատասխան գերատեսչությունները փորձեն ժողովրդի նյարդերի վրա ազդել, հակազդեցությունն ուժեղ է լինելու։ Ակտիվիստը տեղեկացրեց, որ մինչև հունիսի 19-ի բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այս ընթացքում տեղի են ունենալու իրազեկման ակցիաներ, թռուցիկների բաժանումից մինչև հեծանվային իրազեկման ակցիա։ Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանն էլ մեծ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Նազարյանի հայտարարությանը ասաց, թե իշխանություններն ի սկզբանե ծրագրել էին գնալ թանկացման, եւ հայտը ուսումնասիրելը կամ չուսումնասիրելն արդեն իսկ նշանակություն չունի։ Համարժեք պատասխանն ըստ ակտիվիստի լինելու է օրենքի շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները պաշտպանելու բարձրաձայնելու մեթոդներով։ Ռիմա Սարգսյանը եւս հայտարարեց, որ իրենք հարցի լուծում բնականաբար չեն համարում այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնեն, բայց ոչ 17 դրամով։ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ին ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ իրականացնելու եւ ըստ Սարգսյանի տարիներ շարունակ կոտում արկղված լուրերի, այն է հարկային պարտավորությունները թաքցնելու մասին հրահանգից անցել է 4 ամսից ավելի։ Սակայն հարկային մարմիններին այդպես էլ չի հաջողվում ստուգել այդ լուրերի իսկությունը։ Ինչ փուլում են գտնվում այդ ստուգումներն, այսօր գալան հետաքրքրվեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից։ Վերջինս հայտարարեց, թե ստուգումներն ընթացքի մեջ են եւ երբ որ ավարտվի, իրենք կտեղեկացնեն։ Մեր հաջորդ հարցին, թե ինչ փուլում է գտնվում հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը, Գագիկ Խաչատրյանը խորհրդվեց դիմել խորհրդի նախագահին։ Նշենք, որ խորհրդի նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Խաչատրյանին փոխանցեցինք մի շարք հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների այն մտահոգությունները, որ հակակոռուպցիոն խորհրդին չեն վստահում եւ վստահ են, որ այն կազմով, որով ձևավորվել է խորհուրդը, չի պայքարի կոռուպցիայի դեմ։ Ավելին, պարզ դարձավ, որ կառավարության հայտարարությունն անպատասխան է մնացել եւ որևէ հասարակական կազմակերպություն չի արձագանքել։ Ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել
դարձել ընդգրկվելու հակակոռուպցիոն խորհուրդ, Գագիկ Խաչատրյանն արձագանքեց։ Հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա եւ դա լավ է, որպեսզի կոռուպցիոն հանձնաժողովը ավելի լավ աշխատի։ Որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք ըստ էության համարվում են Հայաստանի թիվ 1 կոռուպցիոներներ։ Դե այդ արդեն ուրիշ թեմա է։ Հիմա տարբեր կարծիքներ կան։ Գագիկ Խաչատրյանը համաձայն չէր նաև այն դիտարկման հետ, թե գործարարներից շատերը դժգոհում էին հարկայինի ճնշումներից։ Խաչատրյանի խոսքով շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները հօգուտ ՓՄԶ-ների են։ Այդ դեպքում ինչով է պայմանավորված այն փաստը, որ բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկատերեր դատարեցնում են իրենց գործունեությունը, հարցրեցինք Խաչատրյանին։ Այն մարդիկ, ովքեր որ գնում են զբաղեցնում են շրջանառության հարկով աշխատող ձեռնարկությունների տեղը դրանք են։ Իհարկե դրանց վրա պետք է ճնշում գործադրել եւ շատ կոշտ։ Բայց ինչի՞ ՓՄԶ-ները փակվում, դատարեցնում իրենց։ Այդ ձեր ճակերտավոր ՓՄԶ-ներն են փակում, պետք է խորանալ հասկանալու համար պատասխան։ Իդեպ Գագիկ Խաչատրյանը թողեց անպատասխան մեր այն հարցը, թե երբ է հարկայինը ստուգելու Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի բիզնեսները։ Հարցը լսելուց հետո Խաչատրյանը հայտարարեց, առանց այն էլ շատ հարցեր տվեցիք եւ հեռացավ։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի առաջին փոխվարչապետ արտգործնախարար Իվիցա Դաչիչը կժամանի Հայաստան։ Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ ԵԱՀԿ գործող նախագահին կընդունեն Սերժ Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, որին կհաջորդի Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններն ու համատեղ մամլոասուլիսը։ Հիշեցնենք, տարածաշրջանային այցը Իվիցա Դաչիչը սկսել է Ադրբեջանից, ուր նա հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի քաղաքական կամքի առկայության դեպքում։ Իր խոսքում նա ընդգծել է նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների հատուկ պարտավորությունները եւ դրանց հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Իվիցա Դաչիչը հայտնել է, որ Երևանում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը առաջ է քաշելու մի քանի նախաձեռնություն։ Գազասարքավորումների փորձագետ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի նախկին աշխատակից Արթուր Ղազարյանը կարծում է, որ գնալով ավելի վտանգավոր է դառնում ավտոմեքենաների գազով լիցքավորումը։ Նրա կարծիքով, եթե չլինի անհրաժեշտ հոգացություն եւ միջամտություն, ապա կավելանան վտանգավոր միջադեպերը Հայաստանում։ Հիշեցնենք, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 նման դեպք գրանցվեց պայթյուններ գազալցակայաններում։ Ցավոք եղան նաեւ մարդկային զոհեր։ Մասնագետը կարծում է, որ հաջորդաբար գրանցված այս 3 պայթյունները պատահականություն չեն։ Խնդիրն այն է, որ Հայաստանում շահույթ հետապնդելու մոլուցքով են տարված մարդիկ եւ մոռանում են անվտանգության մասին։ Նախ ըստ Արթուր Ղազարյանի լիցքավորվող գազի մթնոլորտային ճնշումը թույլատրելիից շատ բարձր է, եւ ապա լիցքավորելու ընթացքում գազաբալոնը ոչ թե 1 անգամ է բացվում, փակվում, այլ առնվազն 4 անգամ, ինչը նորմատիվներով համարվում է անթույլատրելի, սակայն Հայաստանում կիրառվում է, քանի որ դրանից առանձին անհատներ շահույթ են ստանում։ Սկսած 2000 թվականից, երբ շատանում էին գազալցակայանները, մրցակցությունից ելնելով որոշ լցակայաններ սկսեցին չափից շատ լիցքավորումը, այնինչ գազաբալոնները նախատեսված են մինչև 200 մթնոլորտային ճնշման համար։ Սա հանգեցրեց բալոնների թուլությանը։ Այդ ժամանակ կայանները օգտվելով առիթից սկսեցին նաև գազի ջերմաստիճանը բարձրացնել արհեստական եղանակով, որ ստանան գերշահույթ։ Պատկերացրեք, 10 խորանարդ մետր տարողունակությամբ բալոնում լիցքավորում են բարձր ջերմաստիճանով գազ ընդամենը 9 մետր խորանարդ եւ խափում են վարորդին 1 խորանարդով։ Իսկ տաք գազն իր հերթին ավելի արագ է բալոնները շարքից հանում եւ ամենակարևորը, որ Հայաստանում 1 լիցքավորման ժամանակ 4 անգամ են բացում փակում։ Ըստ Արթուր Ղազարյանի 100%-ով պայթյուններից ու վտանգավոր միջադեպերից ձերբազատվելու հույս չկա, բայց կարելի է 80-ից 90%-ով բացառել նման դեպքերը։ Առաջին հերթին պետք է փոխել բոլոր մեքենաների փականները, պետք է փոխել եւ դնել նոր փականներ, դրանք ունեն շատ հետաքրքիր կառուցվածք եւ չեն թույլատրում 200-ից ավելի բարձր ճնշմամբ գազի մուտքը բալոն։ Այսպես վերանում են կոռուպցիոն ռիսկերը եւ մարդկային գործոնը եւ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում անհնար է լիցքավորել թույլատրելիից բարձր ճնշմամբ գազ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը սպառնացել է Հունգարիային հեռացնել Եվրամիությունից այն դեպքում, եթե երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն այնուամենայնիվ հաստատի երկրում մահապատժի կիրառման օրենքը։ Ապրիլի վերջին Օրբանը հանդես է եկել առաջարկությամբ բանակցություններ սկսել Եվրամիության հետ մահապատժի կիրառման օրենք ընդունելու վերաբերյալ։ Յունկերը նշել է, որ Հունգարիայի կողմից մահապատժի ընդունումը կարող է պատճառ դառնալ Եվրամիության հետ ապահարզանի։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարը
նախազգուշացրել է Հունաստանին Եվրամիությունից դուրս գալու վտանգների մասին։ Նրա խոսքերով Հունաստանի հեռանալը Եվրակոտուց կարող է հանգեցնել Եվրոպայում արտասահմանյան ներդրողների վստահության մակարդակի նվազեցման։ Յունկերը կոչ է արել արժույթի միջազգային հիմնադրամին շարունակել ջանքեր գործադրել Հունաստանի տնտեսությունը փրկելու ուղղությամբ։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով նշանակվել է Օդեսայի նահանգապետ, BBC-ին տված հարցազրույցում բացատրել է, որ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ հակառակ դեպքում հայրենիքում ինքը ազատազրկման կդատապարտվեր։ Շատ հնարավոր է, որ պահպանելով վրացական անձնագիրը Վրաստանում ես դատապարտվեի ազատազրկման։ Ես ստիպված եմ ապրել իմ երկրից դուրս մեղադրյալի կարգավիճակի պատճառով, ասել է Սահակաշվիլին։ Նախկին նախագահն ընդգծել է նաև, որ գնացել է այդ քայլին, քանի որ Օդեսան սերտորեն կապված է Վրաստանի իրավիճակի հետ։ Եթե երբևէ Աստված մի արասցե Օդեսան անկում ապրի, ապա Վրաստանը կճնջեն քարտեզի վրայից։ Ահա թե ինչն է նրանց միավորում։ Դա ակնհայտ է, եթե դուք ուշադրությամբ հետևեք տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, նշել է Սահակաշվիլին։ Ալմազ Անթեի կոնցեռնից, որը զենիթային բուկ համակարգերի մշակողն է, պնդում են, որ մալազիական Boeing-ը 2014 թվականի հուլիսին Դոնեցկի մոտակայքում խփվել է բուկ համակարգի հրթիռով։ Ըստ փորձագետների, բուկ 1 համակարգը գործի է դրվել Ուկրաինայի տարածքից, Զարոշչենսկի շրջանից, որը գտնվել է ուկրաինական բանակի վերահսկողության ներքո։ Փորձագետների խոսքերով հրթիռը պայթել է օդաչուի խցիկից 3-4 մետր հեռավորության վրա։ Դեռևս անցյալ տարի ուկրաինացի ուժայինները Ռուսաստանի կողմից հնչած մեղադրանքների ի պատասխան հայտարարեցին, որ աղետի պահին իրենք արդեն չէին վերահսկում Զարոշչենսկի շրջանը եւ այնտեղ ուկրաինական բուկ 1 համակարգեր չեն եղել տեղակայված։ Առնվազն 450 ուղևոր տեղափոխող արևելյան աստղ զբոսանավը խորտակվել է Չինաստանի ամենամեծ Յանցզի գետում։ Հարյուրավոր ուղևորներ համարվում են անհետ կորած ջրի մակերևույթին տեսանելի է միայն նավի մի մասը։ Անձնակազմը միշտ նավի խորտակվելն աղետի ազդանշան չի ուղարկել։ Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշ ուղևորների հաջողվել լողալով հասնել ափ, որտեղ նրանք տեղեկացրել են վթարի մասին։ Վերջին տվյալներով փրկվել հաջողվել է մինչև 20 մարդու։ Նավապետը եւ գլխավոր ճարտարագետը ձերբակալվել են։ Ուղևորների մեծամասնությունը տարեցներ են եղել, 50-ից 80 տարեկան։